Երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները մտան Ռիմա Դեմիրճյանի ամառանոց 1999 թվականի դեկտեմբերին, նրանք գտան մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Սպասուհու անձնական օրագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին յուրաքանչյուր ոսկյա իր, յուրաքանչյուր թանկարժեք գորգ, յուրաքանչյուր արտասահմանյան արժույթի փաթեթ։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այս օրագիրը վարվում էր ոչ թե հանցագործի, այլ պարզ կնոջ կողմից, ով 30 տարի ծառայել էր Դեմիրճյանների տանը։ Ինչու՞ էր նա այդքան մանրամասն գրանցում ամեն ինչ։ Ում համար էր նա պատրաստում այս ցուցակը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Այս փաստաթուղթը անհետացել հենց Ռիմայի մահից հետո, իսկ հիմա 30 տարի անց հայտնվել անհայտ աղբյուրից։ 30 տարի լռություն։ 30 տարի, երբ Հայաստանի ամենահզոր ընտանիքի սպասուհին ապրում էր պարզ կյանքով, խուսափելով լրագրողներից, մերժելով ցանկացած հարցազրույց։ Բայց 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, երբ Հայաստանը սառչում էր առանց էլեկտրականության, երբ մարդիկ հերթ էին կանգնում հացի համար, այս կինը որոշեց խոսել։ Ոչ թե հեռուստատեսությամբ, ոչ թե թերթերում, այլ գաղտնի հանդիպման ժամանակ 3 նախկին անվտանգության ծառայության աշխատակցի հետ։ Ինչպես է հնարավոր, որ այս կինը, ով երբեք չի ունեցել քաղաքական կապեր, հանկարծ դարձավ ամենավտանգավոր վկան Հայաստանի պատմության մեջ։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկու աշխարհում միաժամանակ։ Առավոտյան դուք լվանում եք հատակները պարզ տանը, իսկ երեկոյան մտնում եք սենյակ, որտեղ ոսկին կուտակված է պարկերի մեջ, ինչպես կարտոշիկը։ Դուք տեսնում եք, թե ինչպես են արտասահմանյան հյուրերը բերում ճամպրուկներ, լի դոլարներով, իսկ ձեր հարանները մահանում են սովից։ Դուք լսում եք հեռախոսազրույցները, որտեղ խոսվում է միլիոնների մասին։ Մինչդեռ ողջ երկիրը ապրում է $1 օրական։ Ինչպիսին է այդ զգացումը՝ լինել անտեսանելի մարդը, ով տեսնում է ամեն ինչ, բայց չի կարող խոսել։ Եվ ինչպիսին է այն պահը, երբ որոշում ես, որ լռությունը դարձել է անտանելի։ Նարինե Սարգսյանը, այդպես էր կոչվում սպասուհին, սկսեց աշխատել Դեմիրճյանների տանը 1967 թվականին։ Նա եկել էր Գյումրիից երիտասարդ այրի, 2 փոքր երեխաներով, փնտրելով ավելի լավ կյանք մայրաքաղաքում։ Առաջին օրը, երբ նա մտավ այդ տունը Բարեկամության պողոտայում, նա չէր կարող հավատալ իր աչքերին։ Մարմարե հատակներ, բյուզանդական ոճի թանկարժեք գորգեր, չեխոսլովակական բյուրեղե շքեղ ջահեր։ Իսկ դա էր պարզապես քաղաքային բնակարանը։ Ամառանոցը Ծաղկաձորում էր ավելի շքեղ, ավելի գաղտնի, ավելի լի անբացատրելի հարստությամբ։ Նարինեն ստորագրեց պայմանագիր, որտեղ գրված էր մեկ պարզ կանոն՝ ամեն ինչ, ինչ տեսնում ես այս տանը, մնում է այս տան ներսում։ Նա խոստացավ։ Եվ 30 տարի պահեց այդ խոստումը։ Բայց ինչու հենց 1999 թվականին նա կոտրեց այդ լռությունը։ Առաջին տարիները Նարինեն աշխատում էր լռությամբ։ Նա արթնանում էր 6-ին, մինչ Ռիման արթնանար, պատրաստում էր նախաճաշը, միշտ նույն ձով։ Թարմ հյութ, միայն նարնջից, բերված Աբխազիայից։ Թարմ հաց, թխված հատուկ հացագործի կողմից, ով ապրում էր Նորք Մարաշում, մատակարարում էր միայն 3 ընտանիքի։ Կարագ, բերված լորիից, ոչ թե խանութից, այլ հատուկ ֆերմայից։ Նարինեն սովորեց չհարցնել, թե ինչու է այս ամենը հասանելի, երբ մարդիկ հերթ են կանգնում կաթի համար։ Նա սովորեց չնայել, երբ Ռիման ընդունում էր հյուրեր, կանայի, ովքեր կրում էին ոսկյա զարդեր, որոնց արժեքը հավասար էր միջին աշխատավարձին 3 տարվա համար։ Նա սովորեց լինել ուրվական, անտեսանելի, անլուր։ Բայց նրա ուղեղը գրանցում էր ամեն ինչ։ 1970-րդ թվականներին, երբ Կարեն Դեմիրճյանը դարձավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, տունը փոխվեց։ Հյուրերը դարձան ավելի հաճախակի, ավելի հզոր, ավելի գաղտնի։ Նարինեն սկսեց նկատել, որ որոշ հյուրեր գալիս էին ոչ թե արջի դռնից, այլ հետի մուտքից, որը տանում էր անմիջապես դեպի Կարենի աշխատասենյակ։ Այս հյուրերը երբեք չմնում էին ճաշի, երբեք չխմում էին թեյի Ռիմայի հետ։ Նրանք մտնում էին ճամպրուկներով, դուրս էին գալիս առանց դրանց։ Մի անգամ Նարինեն պատահաբար տեսավ, թե ինչպես է Կարենը բացում մի այդպիսի ճամպրուկ։ Ներսում դոլարներ էին, նոր, չօգտագործված, փաթեթավորված բանկային ժապավենով։ Նա արագ փակեց դուռը, բայց այդ պատկերը մնաց նրա հիշողության մեջ։ Քանի՞ այդպիսի ճամպրուկներ էին եկել այդ տուն 30 տարվա ընթացքում։ Ռիման էր տան իրական տիրուհին։
Կարենը քաղաքականությամբ էր զբաղված, իսկ Ռիման վերահսկում էր ամեն ինչ, ծառաներից մինչ ֆինանսական հոսքերը։ Նարինեն հիշում է, թե ինչպես Ռիման ամեն երկուշաբթի նստում էր իր աշխատասենյակում հաշվում էր փողը։ Ոչ թե բանկում, ոչ թե հաշվապահի հետ, այլ անձամբ։ Նա ուներ հատուկ տետր, որտեղ գրում էր ամեն մուտքը, ամեն ելքը։ Մի անգամ Նարինեն մտավ սենյակ, թեյ բերելու, տեսավ սեղանին դրված հսկայական գումար։ Ռիման նայեց նրան, ասաց միայն մեկ բան. «Նարինե, դու ոչինչ չես տեսել»։ Եվ Նարինեն պատասխանեց. «Այո, տիկին Ռիմա, ես ոչինչ չեմ տեսել»։ Բայց նա տեսել էր։ Եվ նա հիշում էր։ Յուրաքանչյուր թերթիկ, յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր անուն։ Ամառանոցը Ծաղկաձորում էր իրական գանձարանը։ Երկհարկ շենք, շրջապատված բարձր պատերով, պահպանվող 24 ժամ։ Նարինեն գնում էր այնտեղ ամեն ամառ, մայիսից մինչ սեպտեմբեր։ Այնտեղ էր, որ Ռիման իսկապես թուլանում էր, ցույց էր տալիս իր իրական դեմքը։ Քաղաքում նա միշտ վերահսկված էր, միշտ դիվանագետ, միշտ կատարյալ։ Բայց ամառանոցում նա դառնում էր այն, ինչ իսկապես էր, կին, ով սիրում էր շքեղությունը։ Ով վայելում էր իր հզորությունը, ով չէր թաքցնում իր հարստությունը։ Նարինեն հիշում է մի օր, երբ Ռիման ցույց տվեց նրան հատուկ սենյակ, ստորգետնյա, մուտքը փակված երկաթյա դրամբ։ «Եթե ինչ-որ բան պատահի ինձ հետ», ասաց Ռիման, «դու պետք է իմանաս, որ այստեղ է ամեն ինչ»։ Նարինեն մտավ այդ սենյակ, տեսավ այն, ինչ երբեք չէր պատկերացրել։ Սենյակը չէր մեծ, մոտավորապես 15 քառակուսի մետր։ Բայց այն, ինչ այնտեղ էր, կարող էր կերակրել ամբողջ Ծաղկաձորի գյուղը մեկ տարի։ Դարակներ, լի արտասահմանյան արժույթով։ Դոլարներ, մարկեր, ֆրանկներ, ֆունտեր։ Փաթեթավորված, համարակալված, կազմակերպված ըստ տարիների։ Ոսկյա զարդեր, ոչ թե մի երկու հատ, այլ ամբողջ հավաքածու։ Մատանիներ, ադամանդներով, ականջողեր, զմրուխտներով, մանյակներ, մարգարիտներով։ Ռիման բացատրեց, որ սրանք նվերներ են տարբեր երկրների պատվիրակություններից, բարեկամներից, գործընկերներից։ Բայց Նարինեն տեսավ նա ուրիշ բան, փաստաթղթեր, կնիքներ։ Անձնագրեր։ Ինչու՞։ Էին այստեղ անձնագրեր։ Ում անունով էին դրանք։ Եվ ինչու՞։ Էր Ռիման պահում դրանք այդքան խնամքով։ 1989 թվականներին Նարինեն սկսեց նկատել փոփոխություններ։ Ռիման դարձավ ավելի նյարդային, ավելի գաղտնիական, ավելի կասկածամիտ։ Նա սկսեց փոխել պահպանների հերթափոխությունները, ստուգել հեռախոսները, հարցաքննել ծառաներին։ Մի անգամ նա կանչեց Նարինեին, հարցրեց. «Ո՞վ է եկել այս շաբաթ, երբ ես չկայի»։ Նարինեն ասաց ճշմարտությունը. «Ոչ ոք»։ Բայց Ռիման չհավատաց։ Նա ստիպեց Նարինեին երդվել, սպառնաց նրան աշխատանքից հեռացնելով, հետո հանկարծ հանգստացավ, ներողություն խնդրեց։ Այդ պահից Նարինեն հասկացավ, Ռիման վախենում էր ինչ-որ բանից։ Բայց ինչի՞ց։ Ո՞վ կարող էր վախեցնել Հայաստանի ամենահզոր կնոջը։ Պատասխանը եկավ 1988 թվականին։ Գորբաչովի պերեստրոյկան սկսեց փոխել ամեն ինչ։ Մարդիկ սկսեցին խոսել բարձր ձայնով, քննադատել իշխանությունը, պահանջել թափանցիկություն։ Կարեն Դեմիրճյանը հեռացվեց իր պաշտոնից 1988 թվականի նոյեմբերին։ Այդ օրը Նարինեն տեսավ Ռիմային լացող, առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Նա նստած էր իր սենյակում, ձեռքին հեռախոս, կրկնում էր միայն մեկ բան. ինչպես է սա հնարավոր, ինչպես են նրանք համարձակվել։ Կարենը փորձում էր հանգստացնել նրան, բայց Ռիման գիտեր, ամեն ինչ փոխվել է։ Իշխանությունը, կապերը, պաշտպանությունը, ամեն ինչ սկսեց քայքայվել։ Եվ հետո եկավ ամենավտանգավոր հարցը, որտեղից է այս ամբողջ հարստությունը։ 1989 թվականին սկսվեցին ստուգումները։ Նոր իշխանությունները ուզում էին իմանալ, թե ինչպես են նախկին ղեկավարները ապրել այդքան շքեղ։ Ռիման սկսեց տեղափոխել իրերը ամառանոց։ Ոչ թե բոլորը, այլ ամենաթանկարժեքները։ Նարինեն հիշում էր, թե ինչպես էին գիշերները բեռնատարներ գալիս, ինչպես էին տղամարդիկ տանում արկղեր։ Ինչպես էր Ռիման անձամբ վերահսկում ամեն տեղափոխություն։ Մի գիշեր նա ասաց Նարինեին, եթե ինչ-որ մեկը հարցնի, դու ոչինչ չես տեսել։ Հասկանում ես։ Ոչինչ։ Նարինեն հասկացավ։ Բայց նա հասկացավ, որ Ռիման պատրաստվում էր ամենավատին։ Եվ ամենավատը եկավ ավելի արագ, քան ցանկացած մեկը կարող էր պատկերացնել։
1990 թվականը եկավ երկրաշարժով, ապա էներգետիկ ճգնաժամով, ապա Ղարաբաղյան պատերազմով։ Հայաստանը ընկավ քաոսի մեջ։ Մարդիկ սառչում էին ձմռանը, ծովածություն էր, դեղորայք չկար։ Բայց Դեմիրճյանների ամառանոցը շարունակում էր ապրել իր աշխարհում։ Գեներատորներ էին աշխատում, տաքացում կար, սնունդ էր առատ։ Նարինեն տեսնում էր այս հակասությունը ամեն օր։ Նա գալիս էր աշխատանքի անցնելով փողոցներով, որտեղ մարդիկ վառում էին գրքեր տաքանալու համար, իսկ հասնում էր տուն, որտեղ կար ամեն ինչ։ Ինչպիսին է այդ զգացումը, ապրել երկու իրականությունների մեջ։ Եվ ինչպիսին է այն պահը, երբ հասկանում ես, որ այս անարդարությունը չի կարող շարունակվել հավերժ։ 1999 թվականի ամռանը Ռիման որոշեց մշտապես տեղափոխվել ամառանոց։ Նա ասաց, որ քաղաքում շատ աղմուկ է, շատ լարվածություն, շատ վտանգ։ Բայց Նարինեն տեսավ իրական պատճառը, Ռիման վախենում էր։ Նա վախենում էր, որ մարդիկ կիմանան նրա հարստության մասին, կգան, կպահանջեն, կվրեժխնդիր լինեն։ Ամառանոցը ավելի անվտանգ էր, պատերով, պահպաններով, հեռու քաղաքից։ Նարինեն տեղափոխվեց նրա հետ։ Եվ այնտեղ, այդ ամառանոցում, նա սկսեց տեսնել այն, ինչ Ռիման փորձում էր թաքցնել ամբողջ աշխարհից։ Ամառանոցի ստորգետնյա սենյակը դարձավ Ռիմայի ամենամեծ գաղտնիքը։ Նա գնում էր այնտեղ ամեն օր, երբեմն մի քանի անգամ օրական։ Նարինեն լսում էր, թե ինչպես է բացվում երկաթյա դուռը, ինչպես է Ռիման իջնում աստիճաններով։ Ինչպես է մնում այնտեղ ժամերով։ Ինչ էր նա անում այնտեղ։ Հաշվում էր փողը։ Վերագնահատում էր զարդերը։ Պլանավորում էր փախուստ։ Մի օր Ռիման մոռացավ փակել դուռը, Նարինեն իջավ։ Այն, ինչ նա տեսավ, փոխեց ամեն ինչ։ Սենյակը դատարկ էր։ Դարակները բացված էին, փողը չկար, զարդերը անհետացել էին։ Մնացել էին միայն փաստաթղթերը, ցրված հատակին, կարծես որ ինչ-որ մեկը շտապով փնտրել է ինչ-որ բան։ Ո՞վ էր եղել այստեղ։ Երբ էր սա տեղի ունեցել։ Եվ ամենակարևորը, որտեղ էր այդ ամբողջ հարստությունը։ Նարինեն արագ ելավ վեր, սրտի զարկերը լսելի էին նույնիսկ իր ականջներում։ Նա փակեց դուռը, վերադարձավ իր աշխատանքին, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Բայց նրա մտքերը պտտվում էին։ Ռիման տեղափոխել էր ամեն ինչ։ Որ։ Երբ։ Թե։ Ինչ-որ մեկը գողացել էր։ Բայց ով կարող էր մտնել այդ սենյակ, բացի Ռիմայից։ Պահպանները չգիտեին դրա գոյության մասին։ Կարենը քաղաքում էր։ Մնում էր միայն մեկ տարբերակ, Ռիման ինքը տեղափոխել էր ամեն ինչ։ Նարինեն պետք է պարզեր, որտեղ։ Բայց ինչու։ Էր նա այդքան շտապում։ Ինչ էր նա գիտում, ինչ որ ուրիշները չգիտեին։ 1999 թվականի աշնանը Ռիման սկսեց վարվել տարօրինակ։ Նա հրավիրում էր հյուրեր, մարդիկ, որոնց Նարինեն երբեք չէր տեսել։ Նրանք գալիս էին գիշերները, մնում էին կարճ ժամանակ, հեռանում էին առանց ողջույնի։ Մի անգամ Նարինեն պատահաբար լսեց զրույց։ Ռիման խոսում էր ինչ-որ մեկի հետ ռուսերեն, ամեն ինչ պատրաստ է։ Երբ ժամանակը գա, դուք կիմանաք, թե որտեղ է։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ էր պատրաստ։ Եվ ինչու։ Էր Ռիման խոսում այդպիսի գաղտնիությամբ։ Նարինեն սկսեց հասկանալ, որ Ռիման պլանավորում էր ինչ-որ բան մեծ, ինչ-որ բան, որը կփոխեր ամեն ինչ։ Դեկտեմբերը եկավ սառը մութ։ Էլեկտրականություն չկար, ջեռուցում չկար, հույս չկար։ Բայց ամառանոցում կյանքը շարունակվում էր։ Ռիման դարձավ ավելի փակ, ավելի լուռ, ավելի հեռավոր։ Նա այլևս չէր խոսում Նարինեի հետ, չէր տալիս հանձնարարություններ։ Չէր նայում նրա աչքերին։ Կարծես նա ապրում էր իր աշխարհում, որտեղ Նարինեն չէր գոյություն։ Բայց Նարինեն գոյություն ուներ։ Եվ նա տեսնում էր ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես Ռիման գիշերները դուրս էր գալիս տնից, ինչպես էր քայլում դեպի այգին, ինչպես էր փորում հողը։ Ինչ էր նա թաղում այնտեղ։ Ինչու։ Էր նա անում դա գիշերները, երբ բոլորը քնած էին։ Դեկտեմբերի 21-ին Նարինեն որոշեց հետել Ռիմային։ Նա սպասեց, մինչ Ռիման դուրս եկավ տնից, ապա լուռ հետեց նրան։ Ռիման գնաց այգու ամենահեռավոր անկյունը, որտեղ աճում էին հին ընկուզենիները։ Նա սկսեց փորել, ոչ թե բահով, այլ ձեռքերով, կարծես վախենում էր աղմուկից։ Նարինեն թաքնվեց ծառի հետում դիտում էր։
Ռիման հանեց հողից մի փոքր արկղ, փայտե, հին, ծածկված կավով։ Նա բացեց այն, հանեց ինչ-որ բան, փաթեթ, փաթաթված թղթի մեջ։ Նարինեն չէր կարող տեսնել, թե ինչ էր դա, բայց նա տեսավ Ռիմայի դեմքը։ Եվ այդ դեմքը լի էր ահով։ Հաջորդ օրը, դեկտեմբերի 22-ին, Ռիման կանչեց Նարինեին։ Նա նստած էր իր սենյակում, դեմքը գունատ, ձեռքերը դողում էին։ Նարինե, ասաց նա, ես պետք է քեզ ինչ-որ բան ասեմ։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ հետ, դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Նարինեն նստեց, սիրտը թմբկահարում էր։ Ռիման սկսեց խոսել, այն, ինչ նա ասաց, փոխեց Նարինեի կյանքը հավերժ։ Նա պատմեց հարստության մասին, թե որտեղից էր այն եկել, ինչու էր նա թաքցնում այն, ով էր փորձում գտնել այն։ Նա պատմեց անունները, մարդիկ, ովքեր ուզում էին վերցնել ամեն ինչ, մարդիկ, ովքեր սպառնում էին նրան, մարդիկ, ովքեր կարող էին սպանել նրա ընտանիքին։ Եվ ապա նա ասաց ամենաշոկայինը, եթե ես մեռնեմ, դու պետք է գնաս այգի փորես ընկուզենու տակ։ Այնտեղ է ամեն ինչ։ Բայց ոչ հիմա։ Սպասիր 30 տարի։ Երբ բոլորը մոռանան, երբ վտանգը անցնի, երբ ժամանակը գա, դու կիմանաս։ Ինչու։ 30 տարի։ Ինչու։ Ոչ հիմա, ինչու։ Ոչ վաղը։ Ինչու։ Ոչ հաջորդ տարի։ Ռիման չբացատրեց։ Նա միայն ասաց, խոստացիր ինձ։ Եվ Նարինեն խոստացավ։ Նա չգիտեր, որ սա կլինի նրանց վերջին զրույցը։ Նա չգիտեր, որ հաջորդ օրը Ռիման կմեռնի։ Նա չգիտեր, որ այդ խոստումը կդառնա նրա կյանքի ամենամեծ բեռը։ Բայց նա խոստացավ։ Եվ 30 տարի նա պահեց այդ խոստումը։ Մինչ հիմա։ Դեկտեմբերի 23-ին Ռիմա Դեմիրճյանը մեռավ։ Պաշտոնական տարբերակը՝ սրտի կաթված։ Բայց Նարինեն գիտեր ճշմարտությունը։ Նա տեսել էր այն գիշերը, երբ անծանոթ մարդիկ եկան ամառանոց։ Նա լսել էր աղմուկը, վիճաբանությունը, սպառնալիքները։ Նա տեսել էր, թե ինչպես Ռիման փորձեց փախչել, ինչպես նրանք բռնեցին նրան, ինչպես նա ընկավ հատակին։ Եվ ապա լռություն։ Պահպանները չեկան, ոստիկանությունը չեկավ, ոչ ոք չեկավ։ Կարծես ամեն ինչ պլանավորված էր, կարծես բոլորը գիտեին, բայց ոչ ոք չուզում էր միջամտել։ Նարինեն թաքնվեց իր սենյակում, սպասեց առավոտին։ Երբ լույսը բացվեց, Ռիման մեռած էր։ Եվ Նարինեի կյանքը փոխվեց հավերժ։ Հուղարկավորությունից հետո Նարինեն փորձեց խոսել Կարենի հետ։ Բայց նա չէր ուզում լսել։ Նա ասաց, որ Ռիման մեռել է բնական մահով, որ ոչինչ կասկածելի չկա, որ Նարինեն պետք է մոռանա այն, ինչ տեսել է։ Նա տվեց նրան փող, շատ փող, ասաց, գնա տուն, Նարինե։ Մոռացիր այս ամենը։ Ապրիր քո կյանքով։ Բայց ինչպես կարող էր նա մոռանալ։ Ինչպես կարող էր նա ապրել, գիտենալով, որ Ռիման սպանվել է, գիտենալով, որ սպանողները ազատ են, գիտենալով, որ ճշմարտությունը թաղված է այգում, ընկուզենու տակ։ Նա գնաց տուն, բայց նա երբեք չմոռացավ։ 30 տարի Նարինեն ապրեց լուռ կյանքով։ Նա վերադարձավ Գյումրի, բացեց փոքր խանութ, մեծացրեց իր երեխաներին, դարձավ տատիկ։ Նա երբեք չխոսեց Դեմիրճյանների մասին, երբեք չպատմեց այն, ինչ տեսել էր, երբեք չբացահայտեց Ռիմայի գաղտնիքը։ Բայց ամեն գիշեր նա տեսնում էր նույն երազը, այգին, ընկուզենին։ Արկղը։ Եվ ամեն առավոտ նա արթնանում էր հարցով, երբ կգա ժամանակը։ Երբ կարող է նա վերադառնալ բացահայտել ճշմարտությունը։ Երբ կարող է նա կատարել իր խոստումը։ 1999 թվականից հետո Հայաստանը փոխվեց ամբողջովին։ Խորհրդային Միությունը փլուզվեց, նոր երկիր ծնվեց, հին իշխանությունները անհետացան։ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն 1998 թվականին, դարձավ խորհրդարանի նախագահ, ապա մեռավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի հարձակման ժամանակ։ Նարինեն լսեց այս լուրը ռադիոյով, լաց եղավ։ Ոչ թե Կարենի համար, այլ Ռիմայի համար։ Որովհետև հիմա նրանք երկուսն էլ մեռած էին, գաղտնիքը մնում էր միայն նրա մոտ։ Բայց նա դեռ չէր կարող խոսել։ 30 տարին դեռ չէր լրացել։ Տարիները անցան դանդաղ։ Նարինեն ծերացավ, նրա երեխաները մեծացան, հեռացան, նրա ամուսինը մեռավ։ Նա մնաց միայնակ, իր հիշողությունների հետ, իր գաղտնիքների հետ, իր խոստումների հետ։
Նա հաճախ մտածում էր, արդյոք պետք է նա պահպանի լռությունը։ Արդյոք Ռիման իսկապես ուզում էր, որ նա սպասի 30 տարի։ Արդյոք դա իմաստ ուներ։ Բայց ամեն անգամ, երբ նա մտածում էր խոսելու մասին, նա հիշում էր Ռիմայի վերջին խոսքերը՝ «Սպասիր 30 տարի»։ Եվ նա սպասում էր։ 2020 թվականին Նարինեն հասավ 81 տարեկանի։ Նա գիտեր, որ ժամանակը եկել է։ 30 տարի անցել էր Ռիմայի մահից։ Բոլորը, ովքեր կարող էին վտանգավոր լինել, մեռած էին կամ մոռացել էին։ Նոր սերունդը չգիտեր Դեմիրճյանների մասին, չհետաքրքրվում էր հին պատմություններով, չուզում էր իմանալ ճշմարտությունը։ Բայց Նարինեն ուզում էր։ Նա ուզում էր, որ աշխարհը իմանա, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ գիշերը։ Նա ուզում էր, որ Ռիմայի հիշատակը մաքրվի։ Նա ուզում էր կատարել իր խոստումը։ 2020 թվականի դեկտեմբերին Նարինեն վերադարձավ Ծաղկաձոր։ Ամառանոցը դատարկ էր, լքված, քայքայված։ Պատերը փլուզված էին։ Պատուհանները կոտրված, դռները բացված։ Բայց այգին դեռ այնտեղ էր։ Ընկուզենիները դեռ աճում էին, հին հզոր, կարծես պահպանում էին իրենց գաղտնիքը։ Նարինեն գնաց այն ընկուզենու մոտ, որը Ռիման ցույց էր տվել նրան 30 տարի առաջ։ Նա սկսեց փորել։ Հողը կարծր էր, ձեռքերը ցավում էին, շնչառությունը դժվար էր։ Բայց նա շարունակեց։ Եվ ապա նա գտավ այն։ Արկղը փոքր էր, փայտե, ծածկված կավով ժանգով։ Նարինեն բացեց այն դողացող ձեռքերով։ Ներսում էր այն, ինչ Ռիման խոստացել էր, փաստաթղթեր։ Ոչ թե փող, ոչ թե զարդեր, այլ փաստաթղթեր։ Տասնյակ էջեր, ձեռագիր, մանրագրված, մանրամասն։ Ռիմայի օրագիրը։ Յուրաքանչյուր էջում նկարագրված էր մի գործարք, մի հանդիպում, մի փոխանցում։ Անուններ, ամսաթվեր, գումարներ։ Ամեն ինչ, ինչ Ռիման գիտեր, ամեն ինչ, ինչ նա տեսել էր, ամեն ինչ, ինչ նա վախենում էր բացահայտել։ Եվ վերջին էջում նամակ Նարինեին։ Սիրելի Նարինե, գրել էր Ռիման, եթե դու կարդում ես սա, նշանակում է ես մեռել եմ։ Դու պահպանել ես քո խոստումը։ Շնորհակալ եմ։ Այս փաստաթղթերը պարունակում են ճշմարտությունը այն մասին, թե որտեղից եկավ մեր հարստությունը, ով էր ներգրավված, ինչ էր գինը։ Ես գիտեի, որ մի օր ինձ կսպանեն այս գաղտնիքի համար։ Բայց ես ուզում էի, որ ճշմարտությունը մնա։ Ոչ թե վրեժխնդրության համար, այլ պատմության համար։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ գնով է եկել այս ամենը։ Դու ազատ ես անել այս փաստաթղթերով այն, ինչ ուզում ես։ Բայց խնդրում եմ, սպասիր 30 տարի։ Որպեսզի իմ ընտանիքը անվտանգ լինի։ Որպեսզի վտանգը անցնի։ Որպեսզի ճշմարտությունը չդառնա զենք։ Շնորհակալ եմ քո հավատարմության համար։ Ռիմա։ Նարինեն նստեց ընկուզենու տակ կարդաց ամբողջ օրագիրը։ Յուրաքանչյուր էջ էր ավելի շոկային, քան նախորդը։ Անուններ, որոնք նա ճանաչում էր, նախարարներ, գեներալներ, բիզնեսմեններ։ Գումարներ, որոնք նա չէր կարող պատկերացնել, միլիոններ, տասնյակ միլիոններ։ Գործարքներ, որոնք նա չէր կարող հավատալ, զենք։ Թմրանյութեր, արտահանված արվեստի գործեր։ Ամեն ինչ փաստաթղթավորված էր, ամեն ինչ ապացուցված էր, ամեն ինչ իրական էր։ Եվ Նարինեն հասկացավ, թե ինչու էր Ռիման վախենում։ Ինչու էր նա թաքցրել այս փաստաթղթերը։ Ինչու էր նա պահանջել 30 տարի սպասել։ Որովհետև այս ճշմարտությունը կարող էր քայքայել ոչ միայն մեկ ընտանիքը, այլ ամբողջ համակարգը։ Բայց հիմա ինչ պետք է անի Նարինեն։ Պետք է խոսի, թե շարունակի լռել։ Պետք է հրապարակի այս փաստաթղթերը, թե այրի դրանք։ Պետք է պաշտպանի Ռիմայի հիշատակը, թե բացահայտի նրա գաղտնիքները։ Նարինեն չգիտեր պատասխանը։ Նա նստեց այնտեղ, արկղը ձեռքին, օրագիրը գիրկը, մտածեց։ Եվ ապա նա հիշեց Ռիմայի վերջին խոսքերը, դու ազատ ես անել այն, ինչ ուզում ես։ Եվ Նարինեն որոշեց։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, ճիշտ 30 տարի Ռիմայի մահից հետո, Նարինե Սարգսյանը կանչեց մամուլի ասուլիս։ Նա հրավիրեց լրագրողներին, պատմիչներին, պատմաբաններին։ Նա նստեց խցիկների առջ, 81 տարեկան, թուլացած, բայց վճռական։ Եվ նա սկսեց խոսել։
Նա պատմեց ամեն ինչ, 30 տարին Դեմիրճյանների տանը, հարստությունը, գաղտնիքները, վախերը։ Նա ցույց տվեց օրագիրը, կարդաց էջերը, անվանեց անունները։ Եվ աշխարհը լսեց։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Որովհետև երբ Նարինեն ավարտեց իր պատմությունը, երբ նա դրեց օրագիրը սեղանին, երբ նա նայեց խցիկներին, նա ասաց մեկ բան. «Ես պատմեցի այն, ինչ գիտեի», ասաց նա։ Բայց կաս մեկ գաղտնիք, որը Ռիման չգրեց օրագրում։ Գաղտնիք, որը նա ասաց ինձ այն գիշերը, մեր վերջին զրույցի ժամանակ։ Գաղտնիք, որը բացատրում է ամեն ինչ։ Բայց ես չեմ կարող ասել այն։ Ոչ այսօր։ Ոչ երբե։ Որովհետև Ռիման խնդրեց ինձ պահպանել այն գաղտնիքը հավերժ։ Եվ ես պահպանելու եմ իմ խոստումը։ Ինչ էր այդ գաղտնիքը։ Ինչ էր Ռիման ասել Նարինեին այն գիշերը։ Ինչու։ Էր նա խնդրել պահպանել այն հավերժ։ Արդյոք դա էր պատճառը նրա մահվան։ Արդյոք թե։ Որոշ գաղտնիքներ ավելի լավ է մնան թաղված, ընկուզենու տակ, 30 տարի, կամ հավերժ։ Երբ Նարինե Սարգսյանի մամուլի ասուլիսի տեսանյութը հայտնվեց ինտերնետում, 3 օրվա ընթացքում այն դիտեցին ավելի քան 5 միլիոն մարդ։ Բայց ամենաարտասովոր բանը չէր դիտումների քանակը, այլ այն, ինչ տեղի ունեցավ անմիջապես հետո։ 5 անձինք, բոլորը նախկին պետական ծառայողներ, բոլորը կապված Դեմիրճյանների շրջապատի հետ, բոլորը ապրող տարբեր երկրներում, հանկարծ որոշեցին խոսել։ Նրանք չճանաչում էին միմյանց, չէին համաձայնեցրել իրենց հայտարարությունները, բայց բոլորի պատմություններում կար մեկ ընդհանուր տարր, նրանք բոլորը հիշում էին Նարինեին։ Եվ նրանք բոլորը հիշում էին, որ Ռիմա Դեմիրճյանը վստահում էր նրան ավելի, քան ցանկացած ուրիշի։ Բայց ինչու։ Հենց հիմա, 30 տարի անց, այս մարդիկ որոշեցին կոտրել իրենց լռությունը։ Առաջին վկան էր Արամ Խաչատրյանը, նախկին անվտանգության ծառայության գնդապետ, ով պատասխանատու էր Դեմիրճյանների ամառանոցի պաշտպանության համար 1988-ից մինչ 1991 թվականները։ Նա ապրում էր Մոսկվայում, 85 տարեկան, հիվանդ, բայց դեռ պահպանում էր իր հիշողությունը։ Երբ լրագրողները գտան նրան, նա սկզբում մերժեց խոսել։ Բայց երբ նրանք ցույց տվեցին Նարինեի տեսանյութը, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա ասաց ճշմարտությունը, շշնջաց նա։ Բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Կա ավելին։ Շատ ավելին։ Եվ նա սկսեց պատմել իր պատմությունը։ Արամը հիշում էր այն գիշերը, դեկտեմբերի 22-ը, 1999 թվականին։ Նա պահպանության մեջ էր, երբ եկան անծանոթ մարդիկ։ 3 հոգի, բոլորը կոստյումներով, բոլորը խոսում էին ռուսերեն մոսկովյան առոգանությամբ, բոլորը ունեին փաստաթղթեր, որոնք թույլ էին տալիս նրանց մտնել ամառանոց առանց ստուգման։ Արամը փորձեց դիմադրել, բայց նրան հեռախոսով զանգահարեցին Երանից, բարձր պաշտոնյա, ում անունը նա չէր կարող բացահայտել նույնիսկ հիմա։ Թույլ տուր նրանց մտնել, ասաց ձայնը։ Եվ մի միջամտիր։ Հասկանում ես։ Մի միջամտիր։ Արամը հասկացավ։ Նա թույլ տվեց նրանց մտնել։ Եվ նա լսեց, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Վիճաբանությունը դեց մոտ 40 րոպե։ Արամը կանգնած էր դրսում, բայց նա լսում էր ձայները, Ռիմայի ձայնը, բարձր, վախեցած, պաշտպանվող։ Մոսկովյան մարդկանց ձայները, սառը, պահանջող, սպառնալից։ Նրանք ուզում էին ինչ-որ բան, ոչ թե փող, ոչ թե զարդեր, այլ փաստաթղթեր։ Որտեղ են ցուցակները, պահանջում էին նրանք։ Որտեղ են անունները։ Մենք գիտենք, որ դու ունես դրանք։ Ռիման ժխտում էր, երդվում էր, լաց էր լինում։ Բայց նրանք չէին հավատում։ Եվ ապա Արամը լսեց աղմուկ, ինչ-որ բան ընկավ, ինչ-որ մեկը գոչեց, ապա լռություն։ Սարսափելի, երկար, անբացատրելի լռություն։ Արամը ուզում էր մտնել, բայց հեռախոսը նորից զնգաց։ Նույն ձայնը։ Նույն հրամանը, մի միջամտիր։ Նա սպասեց։ 15 րոպե անց մոսկովյան մարդիկը դուրս եկան։ Նրանք չունեին ճամփրուկներ, չունեին փաստաթղթեր, բայց նրանց դեմքերը լի էին բարկությամբ։ Նա ոչինչ չասաց, ասաց նրանցից մեկը. Բայց մենք կվերադառնանք։ Նրանք հեռացան, Արամը մտավ տուն։ Ռիման ընկած էր հատակին, անշունչ, դեմքը գունատ, աչքերը բացված։ Արամը կանչեց շտապ օգնություն, բայց արդեն ուշ էր։ Ռիմա Դեմիրճյանը մեռել էր։
Եվ Արամը ստիպված էր ապրել այս գաղտնիքի հետ 30 տարի։ Բայց ո՞վ էին այդ մոսկովյան մարդիկը։ Ինչ ցուցակներ էին նրանք փնտրում։ Եվ ինչու։ Էր բարձր պաշտոնյան արգելել Արամին միջամտել։ Երկրորդ վկան էր Սիրանուշ Ավագյանը, նախկին բժիշկ, ով աշխատում էր հատուկ կլինիկայում, որտեղ բուժվում էին միայն պետական ղեկավարները, նրանց ընտանիքները։ Նա էր այն բժիշկը, ով ստուգեց Ռիմայի մարմինը դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնական եզրակացությունը՝ սրտի կաթված։ Բայց Սիրանուշը գիտեր, որ դա սուտ էր։ Նա տեսավ նշանները, կապտուկները վզին, արյունահոսությունը աչքերում, կոտրված կողոսկրերը։ Սրանք չէին սրտի կաթվածի նշաններ։ Սրանք էին բռնության նշաններ։ Բայց երբ նա փորձեց գրել ճշմարիտ եզրակացությունը, նրան կանչեցին վերից։ Դուք պետք է գրեք սրտի կաթված, ասաց նրան բարձր պաշտոնյան։ Ոչինչ ավելին։ Հասկանու եք։ Սիրանուշը փորձեց բողոքել, բայց նրան սպառնացին։ Եթե դուք չգրեք այն, ինչ մենք ասում ենք, դուք կորցնեք ձեր աշխատանքը, ձեր լիցենզիան, ձեր ապագան։ Եվ ոչ միայն դուք, ձեր ընտանիքը նույնպես։ Սիրանուշը վախեցավ։ Նա ուներ 2 երեխա, ամուսին, ծնողներ։ Նա չէր կարող ռիսկի ենթարկել նրանց։ Այնպես որ նա գրեց սուտը։ Եվ 30 տարի նա ապրեց այս մեղքի հետ։ Բայց հիմա, երբ նա տեսավ Նարինեի տեսանյութը, նա որոշեց խոսել։ Ես չեմ կարող ավելի ապրել այս սուտի հետ, ասաց նա։ Ռիմա Դեմիրճյանը չմեռավ սրտի կաթվածից։ Նրան սպանեցին։ Եվ ես գիտեմ, թե ով արեց դա։ Բայց Սիրանուշը չասաց անունը։ Նա ասաց միայն, որ սպանողները եկել էին Մոսկվայից, որ նրանք ունեին պաշտպանություն ամենաբարձր մակարդակում, որ նրանք փնտրում էին ինչ-որ բան, որը Ռիման թաքցրել էր։ Բայց նրանք երբեք չգտան այն, ասաց Սիրանուշը։ Որովհետև Ռիման ավելի խելացի էր, քան նրանք կարծում էին։ Նա գիտեր, որ նրանք կգան։ Նա պատրաստվել էր։ Եվ նա թողեց ամեն ինչ մեկին, ում նրանք երբեք չէին կասկածի։ Սպասուհուն։ Արդյոք Սիրանուշը գիտեր Նարինեի մասին։ Արդյոք նա գիտեր օրագրի մասին։ Եվ ամենակարևորը, արդյոք նա գիտեր, թե ով էր պատվիրել Ռիմայի սպանությունը։ Երրորդ վկան էր Գագիկ Մանուկյանը, նախկին ֆինանսական խորհրդատու, ով աշխատել էր Կարեն Դեմիրճյանի հետ 1970-80-80 թվականներին։ Նա էր այն մարդը, ով կազմակերպում էր ֆինանսական հոսքերը, փոխանցումները, գործարքները։ Նա գիտեր ամեն ինչ, յուրաքանչյուր դոլար, յուրաքանչյուր հաշիվ, յուրաքանչյուր գործընկեր։ Եվ նա գիտեր, որ Ռիման վարում էր իր սեփական գրանցումները։ Նա չվստահում էր ոչ ոքի, ասաց Գագիկը։ Նույնիսկ ինձ։ Նա ուներ իր սեփական համակարգը, իր սեփական ցուցակները, իր սեփական կապերը։ Եվ նա գիտեր ավելին, քան ցանկացած մեկը։ Գագիկը հիշում էր մի զրույց, որը տեղի ունեցավ 1989 թվականին։ Ռիման կանչել էր նրան ամառանոց ասել. Գագիկ, եթե ինչ-որ բան պատահի ինձ հետ, դու պետք է իմանաս, որ ես ամեն ինչ գրել եմ։ Յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր գումար, յուրաքանչյուր գործարք։ Եվ ես թողել եմ այն անվտանգ վայրում։ Գագիկը հարցրեց. Որտեղ։ Բայց Ռիման չպատասխանեց։ Նա միայն ժպտաց ասաց. այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չի փնտրի։ Գագիկը չհասկացավ այն ժամանակ։ Բայց հիմա, երբ նա լսեց Նարինեի պատմությունը, նա հասկացավ։ Ռիման թողել էր ամեն ինչ սպասուհուն, կնոջը, ում ոչ ոք չէր նկատում, ում ոչ ոք չէր կասկածում, ում ոչ ոք չէր հարցաքննում։ Դա էր կատարյալ ծածուկ վայրը։ Բայց Գագիկը բացահայտեց նա ուրիշ բան։ Նա ասաց, որ Ռիմայի օրագիրը պարունակում էր ոչ միայն հայկական անուններ, այլ նա միջազգային կապեր։ Դեմիրճյանները չէին աշխատում միայն Հայաստանում, ասաց նա։ Նրանք ունեին կապեր Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, նույնիսկ Արմուտքում։ Նրանք էին մասը մեծ ցանցի, որը վերահսկում էր ամեն ինչ, էներգետիկայից մինչ զենք, թմրանյութերից մինչ արվեստ։ Եվ Ռիման գիտեր բոլոր անունները։ Արդյոք դա էր պատճառը նրա սպանության։ Արդյոք այդ ցանցը ուզում էր ոչնչացնել ապացույցները։ Եվ արդյոք Նարինեի օրագիրը բավարար էր քայքայելու այդ ցանցը։ Չորրորդ վկան էր Լուսինե Գրիգորյանը, նախկին թարգմանիչ, ով աշխատել էր արտասահմանյան պատվիրակությունների հետ, երբ նրանք այցելում էին Հայաստան։
Նա հիշում էր մի այցը 1988 թվականին, երբ գերմանական բիզնեսմենների խումբը եկավ Երևան։ Նրանք պաշտոնապես եկել էին քննարկելու արտրային համագործակցություն, բայց Լուսինեն լսեց նրանց մասնավոր զրույցները։ Նրանք խոսում էին Դեմիրճյանների մասին, նրանց հարստության մասին, նրանց կապերի մասին։ Նրանք ամենահզորներն են այստեղ, ասաց նրանցից մեկը։ Եթե դուք ուզում եք անել բիզնես Հայաստանում, դուք պետք է անցնեք նրանց միջով։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ գերմանացիները նշեցին Ռիմային, ոչ թե Կարենին։ Կինն է իրական ուժը, ասաց նրանցից մեկը։ Նա վերահսկում է ամեն ինչ։ Նա գիտե ամեն ինչ։ Եթե դուք ուզում եք պայմանագիր, դուք պետք է խոսեք նրա հետ։ Լուսինեն զարմացավ։ Նա միշտ կարծում էր, որ Կարենն է ղեկավարը, իսկ Ռիման պարզապես նրա կինը։ Բայց հիմա նա հասկացավ, որ իրականությունը այլ էր։ Ռիման էր իրական ուժը, իրական ուղեղը, իրական վտանգը։ Եվ դա բացատրում էր, թե ինչու նրան սպանեցին։ Մինչդեռ Կարենը մնաց կենդանիս 9 տարի։ 5-րդ վկան էր Վարդան Պետրոսյանը, նախկին լրագրող, ով փորձել էր հետաքննել Դեմիրճյանների հարստությունը 1990-րդ թվականներին։ Նա հավաքել էր ապացույցներ, հարցազրույցներ, փաստաթղթեր։ Բայց երբ նա պատրաստվում էր հրապարակել իր հետաքննությունը, նրան այցելեցին անծանոթ մարդիկ։ Նրանք չսպառնացին ինձ, ասաց Վարդանը։ Նրանք պարզապես ցույց տվեցին ինձ լուսանկարներ, իմ կնոջ, իմ երեխաների, իմ ծնողների։ Եվ նրանք ասացին՝ մտածիր քո ընտանիքի մասին։ Ես հասկացա հաղորդագրությունը։ Վարդանը ոչնչացրեց իր հետաքննությունը, երբեք չխոսեց այդ թեմայի մասին։ Բայց նա պահպանեց մի պատճենը, թաքցրած իր տան ստորգետնյայում։ Հիմա, 30 տարի անց, Վարդանը որոշեց հրապարակել այդ հետաքննությունը։ Նա հանեց այն ստորգետնյայից, հին, դեղնած, բայց դեռ ընթեռնելի։ Եվ այն, ինչ այնտեղ գրված էր, համընկնում էր Նարինեի պատմության հետ։ Հարստությունը, գործարքները, կապերը, ամեն ինչ այնտեղ էր։ Բայց Վարդանի հետաքննությունը պարունակում էր նա ուրիշ բան, անուններ։ Կոնկրետ անուններ, մարդիկ, ովքեր աշխատում էին Դեմիրճյանների հետ, մարդիկ, ովքեր պաշտպանում էին նրանց, մարդիկ, ովքեր օգտվում էին նրանց հարստությունից։ Եվ այդ անուններից շատերը դեռ կենդանի էին, դեռ հզոր էին, դեռ վտանգավոր էին։ Երբ այս 5 վկաների պատմությունները հրապարակվեցին, Հայաստանը ցնցվեց։ Մարդիկ պահանջեցին հետաքննություն, պահանջեցին արդարություն, պահանջեցին ճշմարտություն։ Բայց իշխանությունները լռեցին։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի քննություն, ոչ մի պատասխան։ Կարծես նրանք հույս ունեին, որ պատմությունը կմոռացվի, որ մարդիկ կհոգնեն, որ ամեն ինչ կվերադառնա նորմալ։ Բայց մի բան տեղի ունեցավ, որը ոչ ոք չէր սպասում։ Նարինեի օրագիրը, իրական օրագիրը, ոչ թե պատճենը, անհետացավ։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, 3 օր անց Նարինեի մամուլի ասուլիսից, նրա տունը կոտրվեց։ Գողերը չվերցրեցին փող, չվերցրեցին զարդեր, չվերցրեցին էլեկտրոնիկա։ Նրանք վերցրեցին միայն մեկ բան՝ օրագիրը։ Ոստիկանությունը եկավ, գրանցեց հանցագործությունը, բայց երբեք չգտավ գողերին։ Նարինեն ասաց լրագրողներին՝ ես գիտեի, որ սա կտեղի ունենա։ Դրա համար ես արեցի պատճեններ։ Բայց արդյոք պատճենները բավարար էին։ Արդյոք դրանք ունեին նույն իրավական ուժը, ինչ բնօրինակը։ Եվ ամենակարևորը, ով էր գողացել օրագիրը, ինչու։ Հենց հիմա։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։ Մի նախկին ԿԳԲ-ի սպա, ով ապրում էր Ռուսաստանում, ցանկանում էր մնալ անանուն, կապվեց լրագրողների հետ։ Նա ասաց, որ օրագրի գողությունը պատվիրվել էր Մոսկվայից, որ գործողությունը իրականացրել էին պրոֆեսիոնալ գործակալները, որ նպատակը եղել է ոչնչացնել ապացույցները։ Բայց նրանք ուշացել են, ասաց սպան։ Նարինեն արդեն տարածել էր պատճենները։ Օրագիրը արդեն թարգմանվել էր, թվայնացվել էր։ Պահպանվել էր տարբեր վայրերում։ Գողությունը ոչինչ չփոխեց։ Ճշմարտությունը արդեն դուրս էր եկել։ Բայց ով էր պատվիրել գողությունը։ Սպան չասաց անունը, բայց նա տվեց հուշում՝ փնտրեք մարդուն, ով ամենաշատն ուներ կորցնելու։ Փնտրեք մարդուն, ում անունը հիշատակվում է օրագրում ամենաշատ անգամ։ Փնտրեք մարդուն, ով դեռ կենդանի է, դեռ հզոր է, դեռ վախենում է։ Լրագրողները սկսեցին փնտրել։
Նրանք ուսումնասիրեցին օրագրի պատճենները, հաշվեցին անունները, վերլուծեցին կապերը։ Եվ նրանք գտան մի անուն, որը հայտնվում էր 27 անգամ ավելի հաճախ, քան ցանկացած ուրիշը։ Բայց այդ անունը չէր հայկական։ Այն էր ռուսական։ Եվ այդ մարդը դեռ ապրում էր Մոսկվայում, դեռ ուներ իշխանություն, դեռ ուներ կապեր։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպիսի դեր էր նա խաղացել Դեմիրճյանների պատմության մեջ։ Եվ ինչու էր նա այդքան վախենում Նարինեի օրագրից։ Պատասխանները սկսեցին հայտնվել, երբ մի նախկին խորհրդային դիվանագետ, ով աշխատել էր Երանում 1980-րդ թվականներին, որոշեց խոսել։ Նա ասաց, որ Դեմիրճյանները չէին անկախ գործող։ Նրանք էին մասը ավելի մեծ համակարգի, որը կառավարվում էր Մոսկվայից, համակարգի, որը վերահսկում էր ամբողջ Կովկասը, համակարգի, որի ղեկավարը դեռ կենդանի էր, դեռ վտանգավոր էր։ Նրա անունը Վլադիմիր Կուզնեցովն է, ասաց դիվանագետը։ Նա էր ԿԳԲ-ի գնդապետ, պատասխանատու Կովկասի գործողությունների համար։ Նա էր այն մարդը, ով կազմակերպում էր ֆինանսական հոսքերը, ով պաշտպանում էր տեղական ղեկավարներին, ով վերահսկում էր ամեն ինչ։ Եվ Դեմիրճյանները աշխատում էին նրա համար։ Նրանք հավաքում էին փող, փոխանցում էին այն Մոսկվա, Կուզնեցովը բաշխում էր այն ավելի բարձր։ Դա էր համակարգը։ Եվ Ռիման գիտեր ամեն ինչ այդ համակարգի մասին։ Արդյոք Կուզնեցովն էր պատվիրել Ռիմայի սպանությունը։ Արդյոք նա էր փնտրում օրագիրը։ Եվ արդյոք նա էր այն մարդը, ով դեռ փորձում էր թաքցնել ճշմարտությունը։ Լրագրողները փորձեցին կապվել Կուզնեցովի հետ, բայց նա մերժեց ցանկացած հարցազրույց։ Նրա փաստաբանները հրապարակեցին հայտարարություն, պարոն Կուզնեցովը ժխտում է ցանկացած կապ Դեմիրճյանների հետ։ Նա երբեք չի եղել ներգրավված ապօրինի գործունեության մեջ։ Ցանկացած հակառակ պնդում է զրպարտություն ենթակա է իրավական հետապնդման։ Բայց ոչ ոք չհավատաց այդ հայտարարությանը։ 2021 թվականի հունվարին Նարինե Սարգսյանը մեռավ։ Պաշտոնական տարբերակը, բնական մահ, ծերության պատճառով։ Բայց շատերը կասկածեցին։ Նա մեռավ 3 շաբաթ անց իր մամուլի ասուլիսից, 2 շաբաթ անց օրագրի գողությունից, 1 շաբաթ անց Կուզնեցովի անվան բացահայտումից։ Արդյոք դա պատահականություն էր։ Արդյոք նա իսկապես մեռավ բնական մահով։ Թե ինչ-որ մեկը ուզում էր լռեցնել նրան։ Նախքան նա ավելին կասեր։ Ոստիկանությունը չիրականացրեց հետաքննություն։ Մարմինը հրկիզվեց անմիջապես։ Եվ Նարինեի վերջին գաղտնիքը, այն, որը նա չբացահայտեց մամուլի ասուլիսում, մնաց նրա հետ հավերժ։ Բայց պատմությունը չավարտվեց Նարինեի մահով։ Որովհետև նրա օրագիրը, պատճենները շարունակեցին տարածվել։ Լրագրողները, պատմաբանները, ակտիվիստները ուսումնասիրեցին այն, վերլուծեցին այն, հրապարակեցին այն։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը սկսեց հայտնվել։ Անուններ, գումարներ, գործարքներ, ամեն ինչ փաստաթղթավորված, ամեն ինչ ապացուցված, ամեն ինչ իրական։ Եվ մարդիկ սկսեցին հարցեր տալ, ով էր պատասխանատու, ով պետք է պատասխանի, ով պետք է դատվի։ Բայց պատասխաններ չեկան։ Իշխանությունները շարունակեցին լռել։ Դատարանները մերժեցին գործերը։ Ոստիկանությունը փակեց հետաքննությունները։ Կարծես ամբողջ համակարգը պաշտպանում էր իրեն, կարծես ճշմարտությունը չափազանց վտանգավոր էր բացահայտելու համար։ Կարծես անցյալը պետք է մնար թաղված։ Բայց մարդիկը չմոռացան։ Նրանք շարունակեցին պահանջել, շարունակեցին հարցնել, շարունակեցին փնտրել։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, համակարգը սկսեց փլուզվել։ 2022 թվականին մի նոր վկա հայտնվեց։ Այս անգամ դա էր ինչ-որ մեկը, ով աշխատել էր Կուզնեցովի հետ, նախկին ԿԳԲ-ի սպա, ով ցանկանում էր մնալ անանուն, բայց ուներ ապացույցներ։ Նա բերեց փաստաթղթեր, հին, գաղտնի, բայց իրական։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս Կուզնեցովի կապերը Դեմիրճյանների հետ, փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ֆինանսական հոսքերը, փաստաթղթեր, որոնք բացահայտում էին ամբողջ համակարգը։ Եվ այս փաստաթղթերը համընկնում էին Նարինեի օրագրի հետ։ Յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր գումար, յուրաքանչյուր ամսաթիվ, ամեն ինչ համընկնում էր։ Արդյոք սա էր վերջնական ապացույցությունը։ Արդյոք սա էր այն, ինչ պետք է քայքայեր համակարգը։ Արդյոք սա էր այն, ինչ պետք է բերեր արդարություն։ Մենք դեռ չգիտենք, որովհետև պատմությունը դեռ շարունակվում է։
Վկաները դեռ խոսում են, փաստաթղթերը դեռ հայտնվում են, ճշմարտությունը դեռ բացահայտվում է։ Եվ Նարինե Սարգսյանի խոստումը, այն խոստումը, որը նա տվեց Ռիմա Դեմիրճյանին 30 տարի առաջ, դեռ կատարվում է։ Դանդաղ, ցավոտ, բայց անխուսափելի։ Բայց մի հարց մնում է անպատասխան։ Այն վերջին գաղտնիքը, այն, որը Նարինեն չբացահայտեց, այն, որը նա խոստացավ պահպանել հավերժ։ Ինչ էր այն։ Ինչ էր Ռիման ասել նրան այն գիշերը, նրանց վերջին զրույցի ժամանակ։ Ինչու։ Էր այն այդքան կարևոր, այդքան վտանգավոր, այդքան գաղտնի։ Արդյոք դա էր բանալին ամբողջ պատմության։ Արդյոք դա էր այն, ինչ բացատրում էր ամեն ինչ։ Մենք երբեք չենք իմանա։ Որովհետև Նարինեն տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ Եվ հավանաբար դա ավելի լավ է այդպես։ Որովհետև որոշ ճշմարտություններ չափազանց վտանգավոր են բացահայտելու համար։ Որոշ գաղտնիքներ պետք է մնան թաղված։ Հավերժ։ Երբ նախկին ԿԳԲ-ի սպայի փաստաթղթերը հրապարակվեցին, Մոսկվան արձագանքեց անսպասելի արագությամբ։ Ոչ թե պաշտոնական հայտարարությամբ, ոչ թե դատական հայցով, այլ լռությամբ, այնպիսի լռությամբ, որը ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած բառ։ Վլադիմիր Կուզնեցովը անհետացավ հանրային տեսադաշտից։ Նրա գրասենյակը փակվեց, նրա հեռախոսները անջատվեցին, նրա փաստաբանները դադարեցին պատասխանել։ Կարծես նա երբեք չէր գոյություն ունեցել։ Բայց լրագրողները չդադարեցին փնտրել։ Նրանք գտան նրա հին գործընկերներին, նրա նախկին ենթականերին, մարդկանց, ովքեր աշխատել էին նրա հետ Կովկասում։ Եվ այս մարդիկը սկսեցին պատմել պատմություններ, որոնք փոխեցին ամեն ինչ։ Մեկը նրանցից էր Անդրեյ Սոկոլովը, նախկին ԿԳԲ-ի լեյտենանտ, ով ծառայել էր Երանում 1985-ից մինչ 1990 թվականները։ Նա հիշում էր Կուզնեցովին որպես սառը, հաշվարկող մարդու, ով երբեք չթողնում էր հույզերը միջամտեն իր որոշումներին։ Նա ուներ համակարգ, ասաց Անդրեյը։ Յուրաքանչյուր հանրապետությունում նա ուներ իր մարդկանց, տեղական ղեկավարներ, ովքեր աշխատում էին նրա համար։ Հայաստանում դա էր Դեմիրճյանը։ Վրաստանում՝ Շևարդնաձեն։ Ադրբեջանում՝ Ալիը։ Նրանք բոլորը մասն էին նույն ցանցի, բոլորը կատարում էին նույն աշխատանքը, հավաքում էին փող ուղարկում Մոսկվա։ Բայց Անդրեյը բացահայտեց նա ուրիշ բան, ավելի մութ, ավելի վտանգավոր։ Նա ասաց, որ Կուզնեցովը չէր պարզապես հավաքում փող։ Նա օգտագործում էր այդ փողը քաղաքական նպատակների համար։ Նա ֆինանսավորում էր գործողություններ, ասաց Անդրեյը։ Գաղտնի գործողություններ, դեստաբիլիզացիա, սադրանքներ։ Նույնիսկ ահաբեկչություն։ Նա օգտագործում էր Կովկասը որպես փորձարկման դաշտ, փորձարկելու մեթոդներ, որոնք հետո կիրառվեին ուրիշ տեղերում։ Եվ Դեմիրճյանները գիտեին այս ամենի մասին։ Նրանք ոչ միայն մասնակիցներ էին, այլ նա համակատարողներ։ Արդյոք սա ճիշտ էր։ Արդյոք Կարեն Ռիմա Դեմիրճյանները ներգրավված էին ոչ միայն ֆինանսական գործարքներում, այլ նա քաղաքական գործողություններում։ Անդրեյը բերեց ապացույցություններ, հին հաշվետվություններ, գաղտնի հուշագրեր, կոդավորված հաղորդագրություններ։ Մեկում նրանցից թվագրված 1988 թվականի մարտ Կուզնեցովը գրել էր, հայկական ուղին ապացուցեց իր արդյունավետությունը։ Դեմիրճյանը կատարեց իր խնդիրը անթերի։ Առաջարկում եմ կրկնել մոդելը Թբիլիսիում Բաքվում։ Ինչ էր այդ հայկական ուղին։ Ինչ խնդիր էր կատարել Դեմիրճյանը։ Եվ ինչու։ Էր Կուզնեցովը ուզում կրկնել այն ուրիշ տեղերում։ Պատասխանը եկավ անսպասելի աղբյուրից։ Մի նախկին հայ դիսիդենտ, ով ապրել էր արտաքսման մեջ Ֆրանսիայում վերջին 40 տարի, որոշեց խոսել։ Նրա անունը Վահագն Մանուկյանն էր, նա եղել էր մասը ստորգետնյա շարժման, որը պայքարում էր խորհրդային ռեժիմի դեմ 1970-80 թվականներին։ Մենք փորձում էինք կազմակերպել բողոքներ, տարածել ապօրինի գրականություն, խոսել ազատության մասին, ասաց Վահագնը։ Բայց ամեն անգամ, երբ մենք պլանավորում էինք ինչ-որ բան, ՑԿԲ-ն արդեն գիտեր։ Նրանք ձերբակալում էին մեզ նախքան մենք կարողանայինք գործել։ Վահագնը հիշում էր մի դեպք 1981 թվականին, երբ նրանց խումբը պլանավորում էր մեծ ցույց Երանում։ Նրանք պատրաստվել էին ամիսներ, հավաքել էին հարյուրավոր մարդկանց, պատրաստել էին թերթիկներ, պաստառներ։ Բայց մեկ օր առաջ ցույցից ՑԿԲ-ն ձերբակալեց բոլոր կազմակերպիչներին։ Մենք չէինք կարող հասկանալ, թե ինչպես նրանք իմացան, ասաց Վահագնը։
Մենք եղել ենք այդքան զգույշ, այդքան գաղտնի, բայց հետո ես իմացա ճշմարտությունը։ Մեր խմբում կար լրտես։ Եվ այդ լրտեսը աշխատում էր ոչ թե ՑԳԲ-ի համար, այլ անմիջապես Դեմիրճյանի համար։ Ո՞վ էր այդ լրտեսը։ Վահագնը չասաց անունը, բայց նա ասաց, որ այդ մարդը մերձավոր էր Ռիմա Դեմիրճյանին։ Նա հաճախ այցելում էր նրանց տունը, ուներ անմիջական մուտք, վստահելի էր համարվում, ասաց Վահագնը։ Բայց նա փոխանցում էր ամեն ինչ Ռիմային, Ռիման փոխանցում էր Կուզնեցովին։ Այդպես էր համակարգը աշխատում։ Դեմիրճյանները չէին պարզապես հավաքում փող։ Նրանք նա վերահսկում էին ընդդիմությունը, ճնշում էին դիսիդենտներին, պաշտպանում էին ռեժիմը։ Արդյոք սա էր այն հայկական ուղին, որի մասին գրել էր Կուզնեցովը։ Արդյոք Դեմիրճյանները ստեղծել էին մոդել, ինչպես վերահսկել հանրապետությունը, միաժամանակ հարստանալով ճնշելով ցանկացած ընդդիմություն։ Բայց Վահագնը պատմեց նա ուրիշ բան, ավելի անհանգստացնող։ Նա ասաց, որ Ռիմա Դեմիրճյանը ոչ միայն ստանում էր տեղեկություններ լրտեսներից, այլ նա անձամբ հանդիպում էր դիսիդենտների հետ։ Նա հրավիրում էր նրանց իր տուն, խոսում էր նրանց հետ, առաջարկում էր օգնություն, ասաց Վահագնը։ Նա ներկայանում էր որպես համակրող, որպես մեկը, ով հասկանում էր նրանց պայքարը։ Բայց իրականում նա հավաքում էր տեղեկություններ, ով է վտանգավոր, ում պետք է ձերբակալել։ Սա էր Ռիմայի իրական հմտությունը, ոչ թե բռնությունը, այլ մանիպուլյացիան։ Նա գիտեր, թե ինչպես շահել մարդկանց վստահությունը, ինչպես հանել նրանցից գաղտնիքները, ինչպես օգտագործել այդ գաղտնիքները նրանց դեմ։ Երբ Վահագնի պատմությունը հրապարակվեց, Հայաստանում սկսվեց նոր քննարկում։ Մարդիկ, ովքեր միշտ տեսել էին Դեմիրճյաններին որպես ազգային հերոսներ, հիմա սկսեցին հարցականի տակ դնել այդ պատկերը։ Արդյոք նրանք իսկապես էին հերոսներ, թե համագործակիցներ։ Արդյոք նրանք պաշտպանում էին Հայաստանը, թե շահագործում էին այն։ Արդյոք նրանց հարստությունը եկել էր օրինական աղբյուրներից, թե արյունից, դավաճանությունից։ Այս հարցերը բաժանեցին հասարակությունը։ Ոմանք պաշտպանում էին Դեմիրճյաններին, ասելով, որ նրանք արեցին այն, ինչ պետք էր անել, գոյատելու համար դժվար ժամանակներում։ Ուրիշները պահանջում էին ճշմարտություն, պահանջում էին արդարություն, պահանջում էին, որ անցյալը բացահայտվի ամբողջությամբ։ Բայց մի խումբ մարդիկ որոշեցին գործել։ Նրանք ստեղծեցին անկախ հետաքննական հանձնաժողով, լրագրողներից, պատմաբաններից, իրավաբաններից, ակտիվիստներից։ Նրանց նպատակը էր հավաքել բոլոր ապացույցները, հարցազրույց վերցնել բոլոր վկաներից, վերլուծել բոլոր փաստաթղթերը։ Ստեղծել ամբողջական պատկեր Դեմիրճյանների գործունեության մասին։ Նրանք անվանեցին այն ճշմարտության նախագիծ։ Եվ նրանք սկսեցին աշխատել։ Առաջին քայլը էր հավաքել Նարինե Սարգսյանի օրագրի բոլոր պատճենները, համեմատել դրանք միմյանց հետ։ Նրանք գտան փոքր տարբերություններ, որոշ պատճեններում կային անուններ, որոնք բացակայում էին ուրիշներում, որոշ ամսաթվեր չէին համընկնում, որոշ գումարներ էին տարբեր։ Սա նշանակում էր, որ գոյություն ուներ ավելի քան մեկ տարբերակ օրագրի։ Արդյոք Նարինեն ստեղծել էր տարբեր տարբերակներ տարբեր մարդկանց համար, թե ինչ-որ մեկը փոփոխել էր օրագիրը, թաքցնելու որոշ տեղեկություններ։ Հանձնաժողովը որոշեց գտնել բնօրինակը։ Բայց բնօրինակը գողացվել էր Նարինեի տնից։ Այնպես որ նրանք փորձեցին գտնել ուրիշ աղբյուրներ։ Նրանք հարցազրույց վերցրեցին Նարինեի ընտանիքից, նրա երեխաներից, թոռներից, հարազատներից։ Նրանք հարցրեցին, արդյոք Նարինեն երբեք խոսել է օրագրի մասին։ Արդյոք նա ցույց է տվել նրանց այն, արդյոք նա թողել է որևէ ուրիշ փաստաթղթեր։ Եվ նրանք գտան ինչ-որ բան անսպասելի։ Նարինեի թոռնուհին, 25 տարեկան Անի Սարգսյանը, ասաց, որ նրա տատիկը տվել էր նրան մի փոքր տետր, մի քանի ամիս առաջ իր մահից։ Նա ասաց ինձ, որ եթե ինչ-որ բան պատահի իր հետ, ես պետք է բացեմ այդ տետրը, ասաց Անին։ Բայց նա ասաց, որ ես պետք է սպասեմ ճիշտ պահին։ Ես չգիտեի, թե ինչ նշանակում է դա, բայց հիմա ես կարծում եմ, որ ճիշտ պահը եկել է։ Անին բերեց տետրը հանձնաժողով։ Այն փոքր էր, հին, ծածկված շագանակագույն կաշվով։ Երբ նրանք բացեցին այն, նրանք տեսան Նարինեի ձեռագիրը, նույն ձեռագիրը, ինչ օրագրում։ Բայց այս տետրը տարբեր էր։ Այն չպարունակում էր ցուցակներ կամ գումարներ։ Այն պարունակում էր պատմություններ։ Յուրաքանչյուր էջում Նարինեն նկարագրել էր մի դեպք,
մի զրույց, մի հանդիպում, մի գաղտնիք։ Սրանք էին այն բաները, որոնք նա չէր կարող գրել օրագրում։ Որովհետև դրանք չափազանց անձնական էին, չափազանց վտանգավոր էին, չափազանց ճշմարիտ էին։ Մի պատմությունում նա նկարագրեց, թե ինչպես Ռիման լաց էր լինում գիշերները, երբ մնում էր միայնակ, երբ ոչ ոք չէր տեսնում։ Նա ասում էր, որ ատում է իր կյանքը, ատում է այն, ինչ դարձել է, ատում է այն, ինչ ստիպված է անել, գրել էր Նարինեն։ Բայց նա չէր կարող դադարել։ Նա ասում էր, որ եթե դադարի, նրանք կսպանեն նրան, նրա ընտանիքին։ Մեկ այլ պատմությունում Նարինեն նկարագրեց հանդիպում Ռիմայի Կուզնեցովի միջ 1989 թվականին։ Նրանք վիճում էին, գրել էր Նարինեն։ Կուզնեցովը պահանջում էր ավելի շատ փող, ավելի շատ տեղեկություններ, ավելի շատ վերահսկում։ Ռիման ասում էր, որ դա անհնար է, որ մարդիկ սկսում են կասկածել, որ վտանգը մեծանում է։ Բայց Կուզնեցովը սպառնում էր նրան։ Նա ասաց, եթե դու չանես այն, ինչ ես ասում եմ, ես կապահովեմ, որ Կարենը կորցնի իր պաշտոնը։ Եվ ոչ միայն պաշտոնը։ Ամեն ինչ։ Սա էր իրական հարաբերությունը Դեմիրճյանների Կուզնեցովի միջ։ Ոչ թե գործընկերություն, այլ շահագործում։ Ոչ թե համագործակցություն, այլ ստրկություն։ Բայց ամենաշոկայինը եկավ վերջին էջում։ Այնտեղ Նարինեն գրել էր այն գաղտնիքի մասին, այն վերջին գաղտնիքի, որը նա խոստացել էր երբեք չբացահայտել։ Ռիման ասաց ինձ ինչ-որ բան այն գիշերը, մեր վերջին զրույցի ժամանակ, գրել էր Նարինեն։ Նա ասաց, որ ամեն ինչ, ինչ նրանք արեցին, ամեն գործարք, ամեն դավաճանություն, ամեն հանցանք, ամեն ինչ արվեց ոչ թե անձնական շահի համար, այլ պատվերով։ Պատվեր, ամենաբարձր մակարդակից։ Նա ասաց, որ Կուզնեցովը չէր վերջնական որոշումների կայացնողը։ Նա աշխատում էր ինչ-որ մեկի համար ավելի բարձր, ինչ-որ մեկի, ով վերահսկում էր ամբողջ համակարգը։ Ամբողջ խորհրդային միությունը։ Ո՞վ էր այդ մարդը։ Նարինեն չէր գրել անունը։ Նա միայն գրել էր, Ռիման վախենում էր նույնիսկ շշնջալ այդ անունը։ Նա ասաց, որ եթե ես երբե բացահայտեմ այն, ես իմ ընտանիքը կմեռնենք։ Այնպես որ ես երդվեցի երբեք չասել։ Բայց ես գրում եմ այն այստեղ, այս տետրում, որպեսզի ինչ-որ մեկը, ինչ-որ օր, երբ ժամանակը գա, կարողանա իմանալ ճշմարտությունը։ Եվ ապա, վերջին տողում, Նարինեն գրել էր 3 տառ ինիցիալներ։ Ոչ ամբողջ անունը, միայն ինիցիալներ։ Բայց դրանք բավարար էին։ Հանձնաժողովի անդամները նայեցին միմյանց։ Նրանք բոլորը ճանաչեցին այդ ինիցիալները։ Բոլորը գիտեին, թե ում էին դրանք պատկանում։ Բայց ոչ ոք չուզում էր հավատալ։ Որովհետև եթե դա ճիշտ էր, եթե այդ մարդը իսկապես էր վերջնական որոշումների կայացնողը, ապա ամբողջ պատմությունը պետք է վերագրվեր։ Ամեն ինչ, ինչ նրանք կարծում էին, որ գիտեն Խորհրդային Միության մասին, Կովկասի մասին, Դեմիրճյանների մասին, ամեն ինչ կլիներ սուտ։ Եվ ճշմարտությունը կլիներ ավելի մութ, ավելի բարդ, ավելի վտանգավոր, քան նրանք երբե պատկերացրել էին։ Արդյոք նրանք պետք է հրապարակեին այդ անունը։ Արդյոք նրանք պետք է բացահայտեին այդ վերջին գաղտնիքը։ Թե որոշ ճշմարտություններ իսկապես չափազանց վտանգավոր են իմանալու համար։ Հանձնաժողովը քննարկեց ժամերով։ Ոմանք ասում էին, որ նրանք պարտավոր են ասել ամեն ինչ, որ մարդիկ ունեն իրավունք իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Ուրիշները զգուշացնում էին, որ բացահայտումը կարող է վտանգավոր լինել, որ կան ուժեր, որոնք դեռ պաշտպանում են այդ գաղտնիքը, որ նրանք կարող են վրեժխնդիր լինել։ Վերջապես նրանք որոշեցին։ Նրանք կհրապարակեին ամեն ինչ, բոլոր փաստաթղթերը, բոլոր վկայությունները, բոլոր ապացույցները։ Բայց ոչ անունը։ Ոչ այդ վերջին գաղտնիքը։ Նրանք կթողնեին ինիցիալները, կտային հուշումներ։ Կթույլ տային մարդկանց ինքնուրույն եզրակացություններ անել։ Որովհետև որոշ ճշմարտություններ չափազանց հզոր են բացահայտելու համար մեկ հանձնաժողովի կողմից։ Որոշ ճշմարտություններ պետք է բացահայտվեն դանդաղ, զգույշ, երբ աշխարհը պատրաստ է դրանք ընդունելու։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Որովհետև երբ հանձնաժողովը պատրաստվում էր հրապարակել իր եզրակացությունները, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Վլադիմիր Կուզնեցովը մեռավ։ Պաշտոնական տարբերակը, սրտի կաթված, տանը, միայնակ։ Բայց ոչ ոք չհավատաց։ Նա մեռավ ճիշտ այն պահին, երբ ճշմարտությունը պատրաստվում էր հրապարակվել։ Նա մեռավ առանց վկաների, առանց ապացույցների, առանց բացատրությունների։
Եվ նրա հետ մեռավ վերջին հույսը պատասխաններ ստանալու։ Թե մեռավ, որովհետև 2 շաբաթ անց նրա մահից մի անանուն փաթեթ ժամանեց հանձնաժողովի գրասենյակ։ Ներսում էր յսպ գրիչ, առանց պիտակի, առանց հուշումների։ Երբ նրանք միացրեցին այն, նրանք գտան մեկ ֆայլ տեսանյութ, տողությամբ 15 րոպե։ Տեսանյութում Կուզնեցովն էր նստած իր տանը, խոսում ուղղակի խցիկին։ Նա թույլ էր, հիվանդ, բայց նրա ձայնը հստակ էր։ Եվ այն, ինչ նա ասաց, փոխեց ամեն ինչ։ Իմ անունը Վլադիմիր Կուզնեցով, սկսեց նա։ Եվ ես մեղավոր եմ։ Մեղավոր եմ այն ամենում, ինչ տեղի ունեցավ Կովկասում 1970-90-90 թվականներին։ Մեղավոր եմ Դեմիրճյանների շահագործման մեջ, դիսիդենտների ճնշման մեջ, համակարգի պահպանման մեջ։ Բայց ես չէի միակը։ Ես աշխատում էի հրամանների համաձայն։ Հրամաններ ամենաբարձր մակարդակից։ Նա դադար արեց, շնչեց խորը, ապա շարունակեց. Ես գիտեմ, որ ես մեռնելու եմ շուտով։ Ես հիվանդ եմ, ժամանակը սպառվում է։ Բայց նախքան մեռնելը, ես ուզում եմ ասել ճշմարտությունը։ Ոչ թե ներողություն խնդրելու համար, որովհետև ես չեմ արժանի ներողության, այլ որպեսզի պատմությունը գիտենա, թե ինչ իսկապես տեղի ունեցավ։ Հաջորդ 10 րոպեների ընթացքում Կուզնեցովը պատմեց ամեն ինչ։ Համակարգը, գործարքները, սպանությունները։ Նա անվանեց անուններ, տասնյակ անուններ, մարդիկ, ովքեր աշխատել էին նրա հետ, մարդիկ, ովքեր օգտվել էին համակարգից, մարդիկ, ովքեր դեռ ապրում էին, դեռ ուժեղ էին։ Նա նկարագրեց, թե ինչպես էր Ռիմա Դեմիրճյանը սպանվել, ով էր պատվիրել այն, ինչու էր դա տեղի ունեցել։ Եվ ապա, վերջին րոպեում, նա ասաց այն, ինչ բոլորը սպասում էին լսել։ Բայց ես չէի վերջնական որոշումների կայացնողը, ասաց նա։ Ես աշխատում էի ինչ-որ մեկի համար։ Ինչ-որ մեկի, ով վերահսկում էր ամեն ինչ, ով որոշում էր, թե ով կապրի, ով կմեռնի, ով կհարստանա, ով կտուժի։ Այդ մարդու անունը։ Նա դադար արեց, նայեց ուղղակի խցիկին։ Ասաց անունը։ Ամբողջ անունը։ Եվ աշխարհը սառեց։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ այդ անունը։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունել ճշմարտությունը։ Թե որոշ գաղտնիքներ ավելի լավ է մնան թաղված։ Որովհետև երբ այդ անունը հրապարակվեց, երբ աշխարհը իմացավ, թե ով էր իսկապես պատասխանատու, ամեն ինչ փոխվեց։ Եվ ոչինչ երբեք այլս նույնը չէր լինի։ Անունը, որը Կուզնեցովը արտասանեց այդ տեսանյութում, պատկանում էր մարդու, ով մեռել էր 18 տարի առաջ։ Բայց նրա ազդեցությունը, նրա ցանցը, նրա համակարգը դեռ ապրում էին։ Երբ հանձնաժողովը հրապարակեց տեսանյութը, Մոսկվան արձագանքեց ոչ թե ժխտմամբ, այլ լռությամբ, այնպիսի լռությամբ, որը հաստատում էր ամեն ինչ։ Պաշտոնական մամուլը անտեսեց պատմությունը։ Պետական հեռուստաալիքները չհաղորդեցին այն։ Կառավարությունը չտվեց մեկնաբանություններ։ Բայց անկախ լրատվամիջոցները, արտասահմանյան գործակալությունները, միջազգային հետաքննողները բռնեցին պատմությունը, տարածեցին այն ամբողջ աշխարհում։ Հայաստանում արձագանքը եղավ խառը։ Ավագ սերունդը, նրանք, ովքեր ապրել էին խորհրդային ժամանակներում, զգացին դառնություն, դավաճանություն։ Նրանք հիշում էին Դեմիրճյաններին որպես ուժեղ ղեկավարներ, որպես մարդիկ, ովքեր պահպանել էին Հայաստանը դժվար տարիներին։ Բայց հիմա նրանք իմացան, որ այդ ուժը եկել էր գնով, դավաճանության գնով, ճնշման գնով, արյան գնով։ Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել էին անկախության տարիներին, զգացին բարկություն, պահանջեցին արդարություն։ Նրանք ուզում էին իմանալ, թե քանի ուրիշ գաղտնիքներ էին դեռ թաքնված, քանի ուրիշ մարդիկ էին մեղավոր, քանի ժամանակ էր պետք սպասել, մինչ ամբողջ ճշմարտությունը բացահայտվեր։ Բայց ամենակարևոր արձագանքը եկավ այն մարդկանցից, ովքեր ապրել էին Դեմիրճյանների ստվերում, նախկին ծառաները, պահպանները, վարորդները, այգեպանները։ Նրանք սկսեցին խոսել մեկը մյուսի հետից։ Յուրաքանչյուրը ավելացնելով մի նոր մանրամասն, մի նոր պատմություն, մի նոր ապացույցություն։ Մեկը հիշեց, թե ինչպես էր Ռիման այրում փաստաթղթեր այգում, ամեն ամիս, կանոնավոր, կարծես մաքրում էր հետքերը։ Մեկ ուրիշը պատմեց, թե ինչպես էին գիշերները գալիս մեքենաներ, առանց համարանիշների, լի անծանոթ մարդկանցով, ովքեր մնում էին ժամերով, հեռանում էին առանց բարի։ Երրորդը բացահայտեց, որ ամառանոցի ստորգետնյայում կար ոչ թե մեկ, այլ 3 սենյակ, մեկը փողի համար, մեկը զարդերի համար, մեկը ամենագաղտնի փաստաթղթերի համար։
Այս վերջին սենյակը երբեք չէր բացվել Նարինեի ներկայությամբ։ Միայն Ռիման ուներ բանալին, միայն նա գիտեր, թե ինչ էր այնտեղ։ Բայց մի նախկին շինարար, ով մասնակցել էր ամառանոցի կառուցմանը 1978 թվականին, հիշեց ինչ-որ բան։ Նա հիշեց, որ այդ սենյակը ուներ հատուկ պատեր, կրկնակի, հաստ, ձայնամեկուսացված։ Նա հիշեց, որ այնտեղ տեղադրվել էր հատուկ անվտանգության համակարգ, ոչ թե խորհրդային, այլ արտասահմանյան, բերված Գերմանիայից։ Եվ նա հիշեց, որ երբ աշխատանքը ավարտվեց, բոլոր շինարարներին ստիպեցին ստորագրել գաղտնիության պայմանագիր, երբեք չխոսել այն, ինչ տեսել էին։ Արդյոք այդ սենյակը դեռ գոյություն ուներ։ Արդյոք այնտեղ դեռ կային փաստաթղթեր։ Հանձնաժողովը որոշեց պարզել։ Նրանք ստացան իրավական թույլտվություն մտնել ամառանոց, այժմ լքված, քայքայված, պատկանող պետությանը։ Նրանք վերցրին հատուկ սարքավորումներ, մետաղի դետեկտորներ, ռադարներ, ջերմային տեսախցիկներ։ Եվ նրանք սկսեցին փնտրել։ 3 օր նրանք փորեցին, սկանավորեցին, ստուգեցին յուրաքանչյուր անկյունը։ Նրանք գտան առաջին 2 սենյակները, դատարկ, մաքրված, ոչինչ չթողած։ Բայց երրորդ սենյակը չէր այնտեղ, որտեղ շինարարը հիշում էր։ Նրանք փորեցին ավելի խորը, ստուգեցին պատերը, հատակը, առաստաղը։ Եվ ապա, 4-րդ օրը, նրանք գտան ինչ-որ բան։ Հատակի տակ, թաքնված 5 գորգի ներքո, կար փոքր դռնակ, երկաթե, ժանգոտ, բայց դեռ ամուր։ Նրանք բացեցին այն, գտան աստիճաններ, իջնող ավելի խորը, քան նրանք կարծում էին հնարավոր։ Ներքում էր սենյակ, փոքր, խավար, խոնավ։ Պատերը ծածկված էին բորբոսով, հատակը լի էր ջրով, օդը ծանր էր։ Բայց կենտրոնում, պաշտպանված պլաստիկ արկղերով, էին փաստաթղթերը։ Հարյուրավոր փաստաթղթեր, ծալված, կնքված, պահպանված։ Հանձնաժողովը զգուշորեն հանեց դրանք, տեղափոխեց լաբորատորիա, սկսեց ուսումնասիրել։ Եվ այն, ինչ նրանք գտան, գերազանցեց նրանց ամենավատ կանխատեսումները։ Փաստաթղթերը պարունակում էին ամեն ինչ՝ բանկային հաշիվներ, փոխանցումների գրանցումներ, պայմանագրեր, նամակներ, հեռագրեր։ Դրանք ցույց էին տալիս ամբողջ ցանցը, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Կովկասում, ամբողջ Խորհրդային Միությունում, նույնիսկ դրանից դուրս։ Կային կապեր Արևմտյան Եվրոպայի հետ, Միջին Արևելքի հետ, նույնիսկ Ամերիկայի հետ։ Դեմիրճյանները չէին պարզապես տեղական ղեկավարներ։ Նրանք էին մասը գլոբալ ցանցի, որը տեղափոխում էր փող, զենք, տեղեկություններ, ազդեցություն։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին արկղը։ Այնտեղ էին անձնական նամակները, Ռիմայի նամակները։ Նամակներ, որոնք նա գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Նամակներ, ուղղված իր երեխաներին, իր ամուսնուն, նույնիսկ Նարինեին։ Յուրաքանչյուր նամակում նա բացատրում էր, պաշտպանվում էր, ներողություն էր խնդրում։ Նա գրում էր, որ երբեք չէր ուզել այս կյանքը, որ ստիպված էր եղել ընտրել ընտանիքի խիղճի միջ, որ ամեն օր ապրում էր վախի ափսոսանքի մեջ։ Մի նամակում, գրված 1990 թվականի նոյեմբերին, ընդամենը 1 ամիս առաջ իր մահից, Ռիման գրել էր. «Ես գիտեմ, որ նրանք գալու են ինձ համար։ Ես զգում եմ այն ամեն օր, հայացքները, հետումները, սպառնալիքները։ Կուզնեցովը ուզում է ամեն ինչ, փողը, փաստաթղթերը, անունները։ Բայց ես չեմ տա նրան։ Ես թաքցրել եմ ամեն ինչ այնտեղ, որտեղ նա երբեք չի գտնի։ Եվ եթե ես մեռնեմ, ճշմարտությունը կմնա։ Ոչ հիմա, ոչ վաղը, բայց մի օր։ Երբ ժամանակը գա, երբ աշխարհը պատրաստ լինի, երբ իմ ընտանիքը անվտանգ լինի։ Այդ օրը ճշմարտությունը կբացահայտվի։ Եվ բոլորը կիմանան, թե ինչ իսկապես տեղի ունեցավ»։ Հանձնաժողովը կարդաց բոլոր նամակները, ուսումնասիրեց բոլոր փաստաթղթերը, վերլուծեց բոլոր ապացույցները։ Եվ ապա նրանք պատրաստեցին իրենց վերջնական զեկույցը, 150 էջ, մանրամասն, փաստաթղթավորված, անհերքելի։ Զեկույցը հրապարակվեց 2022 թվականի մարտին, ճիշտ 32 տարի անց Ռիմա Դեմիրճյանի մահից։ Եվ այն փոխեց ամեն ինչ։ Կառավարությունը ստիպված եղավ արձագանքել։ Նախագահը նշանակեց հատուկ դատախազ, հետաքննելու գործը։ Խորհրդարանը ստեղծեց հանձնաժողով, ուսումնասիրելու զեկույցը։ Դատարանները սկսեցին քննել հայցերը։ Բայց շատերը գիտեին, որ իրական արդարությունը երբեք չէր գալու։ Մեղավորները մեռած էին կամ չափազանց հզոր էին դատելու համար։
Համակարգը, որը թույլ էր տվել այս ամենը տեղի ունենալ, դեռ գոյություն ուներ, տարբեր անուններով, տարբեր դեմքերով, բայց նույն էությամբ։ Բայց ինչ-որ բան փոխվեց։ Մարդիկը սկսեցին խոսել բարձր ձայնով, վախ չզգալով, պահանջելով ճշմարտություն։ Նոր սերունդը սկսեց հարցեր տալ, ոչ միայն անցյալի մասին, այլ նա ներկայի մասին։ Եթե Դեմիրճյանները կարող էին անել այս ամենը, ապա ով էր անում նույնը հիմա։ Եթե համակարգը գոյություն ուներ այն ժամանակ, ապա արդյոք այն դեռ գոյություն ուներ։ Եթե ճշմարտությունը թաքնված էր 30 տարի, ապա քանի՞ ուրիշ ճշմարտություններ էին դեռ թաքնված։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, պատասխանները սկսեցին գալ։ Ոչ թե պաշտոնական հետաքննություններից, ոչ թե կառավարական զեկույցներից, այլ մարդկանցից, սովորական մարդկանցից, ովքեր որոշեցին խոսել, որոշեցին կիսվել իրենց պատմություններով, որոշեցին, որ լռությունը այլս ընդունելի չէր։ Նրանք ստեղծեցին կայքեր, բլոգներ, սոցիալական ցանցեր, որտեղ կիսվում էին փաստաթղթերով, լուսանկարներով, հիշողություններով։ Նրանք կազմակերպեցին հանդիպումներ, քննարկումներ, ցույցեր պահանջելով, որ անցյալը չմոռացվի, որ ներկան փոխվի, որ ապագան լինի այլ։ Նարինե Սարգսյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ այն մասին, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, որ լռությունը չի կարող տել հավերժ, որ նույնիսկ ամենապարզ մարդը կարող է փոխել պատմությունը։ Նրա անունը տրվեց մի նոր մրցանակի, տրվող լրագրողներին, ովքեր բացահայտում են կոռուպցիան, պաշտպանում են ճշմարտությունը։ Նրա պատմությունը դարձավ ֆիլմ, գիրք, թատերական ներկայացում։ Եվ ամեն տարի, դեկտեմբերի 22-ին, մարդիկը հավաքվում էին Ծաղկաձորում, այն ամառանոցի մոտ, որտեղ ամեն ինչ սկսվել էր, հիշելու Նարինեին, հիշելու Ռիմային, հիշելու բոլորին, ովքեր տուժել էին այդ համակարգից։ Բայց մի հարց մնաց անպատասխան։ Այն վերջին գաղտնիքը, այն, որը Նարինեն խոստացել էր երբեք չբացահայտել, այն, որը նա գրել էր միայն ինիցիալներով։ Հանձնաժողովը փորձեց պարզել, լրագրողները հետաքննեցին, պատմաբանները վերլուծեցին։ Բայց ոչ ոք չկարողացավ հաստատել անունը։ Կային տեսություններ, կային կասկածներ, կային հուշումներ։ Բայց ոչ մի ապացույցություն, ոչ մի վերջնական պատասխան։ Եվ հավանաբար դա ավելի լավ է այդպես։ Որովհետև որոշ ճշմարտություններ չափազանց հզոր են մեկ անձի համար իմանալու։ Որոշ գաղտնիքներ պետք է մնան գաղտնիք, ոչ թե պաշտպանելու մեղավորներին, այլ պաշտպանելու ապագան։ Որովհետև եթե մենք իմանանք ամեն ինչ, եթե մենք բացահայտենք ամեն գաղտնիքը, եթե մենք քայքայենք ամեն համակարգը, ապա ինչ կմնա։ Քաոս, անարխիա, վրեժխնդրություն։ Թե հնարավորություն սկսելու նորից, կառուցելու ավելի լավ, ստեղծելու ավելի արդար։ Պատմությունը չի ավարտվում այստեղ։ Այն շարունակվում է ամեն օր, յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը որոշում է խոսել, յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը որոշում է պայքարել, յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը որոշում է, որ ճշմարտությունը կարոր է։ Նարինե Սարգսյանը սկսեց այս ճանապարհը 30 տարի առաջ, երբ նա խոստացավ Ռիմա Դեմիրճյանին պահպանել նրա գաղտնիքը։ Նա շարունակեց այն 30 տարի, լուռ, համբերատար, հավատարիմ։ Եվ նա ավարտեց այն իր վերջին օրերին, երբ նա որոշեց, որ ժամանակը եկել է խոսելու։ Բայց ճանապարհը չավարտվեց նրա հետ։ Այն շարունակվում է մեզ հետ, մեզ, ովքեր կարդում ենք այս պատմությունը, մեզ, ովքեր իմանում ենք ճշմարտությունը, մեզ, ովքեր պետք է որոշենք, ինչ անել դրանով։ Պետք է մոռանանք, թե հիշենք։ Պետք է ներենք, թե պահանջենք արդարություն։ Պետք է շարունակենք փնտրել, թե ընդունենք, որ որոշ հարցեր երբեք չեն ունենա պատասխաններ։ Ինչ էր այն վերջին գաղտնիքը, որը Ռիմա Դեմիրճյանը պատմեց Նարինե Սարգսյանին այն գիշերը։ Ո՞վ էր այն մարդը, ում ինիցիալները Նարինեն գրեց իր գաղտնի տետրում։ Արդյոք մենք երբեք իմանանք ամբողջ ճշմարտությունը։ Թե որոշ գաղտնիքներ նախատեսված են մնալու գաղտնիք, հավերժ, թաղված ընկուզենու տակ, պահպանված լռությամբ, պաշտպանված ժամանակով։ Միակ բանը, որը մենք գիտենք հաստատ, այն է, որ Նարինե Սարգսյանը պահպանեց իր խոստումը։ 30 տարի նա սպասեց, 30 տարի նա լռեց, 30 տարի նա պահպանեց գաղտնիքը։ Եվ երբ ժամանակը եկավ, երբ վտանգը անցավ, երբ աշխարհը պատրաստ էր, նա խոսեց։ Ոչ թե վրեժխնդրության համար, ոչ թե փառքի համար, այլ ճշմարտության համար։ Որովհետև նա հավատում էր, որ ճշմարտությունը կարոր է, որ պատմությունը կարոր է, որ հիշելը կարոր է։ Եվ հավանաբար դա է ամենակարոր դասը այս ամբողջ պատմությունից։
Ոչ թե անունները, ոչ թե գումարները, ոչ թե գաղտնիքները, այլ այն, որ մեկ մարդը, մեկ պարզ։ Սովորական մարդը կարող է փոխել ամեն ինչ։ Մեկ մարդը, ով որոշում է խոսել, երբ բոլորը լռում են։ Մեկ մարդը, ով որոշում է պայքարել, երբ բոլորը հանձնվում են։ Մեկ մարդը, ով որոշում է հավատալ, երբ բոլորը կորցնում են հույսը։ Նարինե Սարգսյանը եղավ այդ մարդը։ Եվ նրա պատմությունը, Ռիմա Դեմիրճյանի պատմությունը, Կարեն Դեմիրճյանի պատմությունը, Վլադիմիր Կուզնեցովի պատմությունը, ամբողջ այդ համակարգի պատմությունը, դարձավ մեր պատմությունը։ Պատմություն, որը մենք պետք է հիշենք, որը մենք պետք է սովորենք, որից մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի երբեք այլս չկրկնվի, որպեսզի երբեք այլս մեկ Ռիմա չապրի վախի մեջ, որպեսզի երբեք այլս մեկ Նարինե չստիպվի պահպանել գաղտնիքներ 30 տարի։ Պատմությունը ավարտվեց, բայց հարցերը մնացին։ Եվ հավանաբար դա ճիշտ է, որովհետև պատմությունը երբեք իսկապես չավարտվում է։ Այն միայն փոխվում է, զարգանում է, շարունակվում է։ Եվ մենք, ովքեր ապրում ենք հիմա, մենք ենք այն մարդիկը, ովքեր պետք է որոշենք, թե ինչպես կշարունակվի այն։ Ինչ դասեր կքաղենք, ինչ փոփոխություններ կանենք, ինչ ապագա կստեղծենք։ Սա է Նարինե Սարգսյանի ժառանգությունը։ Ոչ թե պատասխանները, այլ հարցերը։ Ոչ թե վերջը, այլ սկիզբը։ Ոչ թե փակումը, այլ բացումը։ Եվ հավանաբար դա է ամենակարևորը։ Որովհետև երբ մենք դադարում ենք հարցեր տալ, երբ մենք դադարում ենք փնտրել, երբ մենք դադարում ենք պայքարել, այն ժամանակ մենք կորցնում ենք այն, ինչ մեզ դարձնում է մարդ։ Մեր հետաքրքրասիրությունը, մեր արդարության զգացումը, մեր հույսը ավելի լավ ապագայի համար։ Այնպես որ թող Նարինե Սարգսյանի պատմությունը լինի հիշեցում։ Հիշեցում, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, որ լռությունը չի կարող տել հավերժ, որ նույնիսկ ամենամութ գաղտնիքները մի օր կբացահայտվեն, և որ յուրաքանչյուր մեկս ունենք ուժ փոխելու աշխարհը։ Եթե միայն մենք ընտրենք խոսել, եթե միայն մենք ընտրենք պայքարել, եթե միայն մենք ընտրենք հավատալ։ 30 տարի սպասեցին ճշմարտությանը, բայց այն եկավ, և հիմա այն մերն է։ Հարցը միայն այն է, ինչ կանենք մենք դրանով։